Բարեկամներ, այդ մեկը, որ կոչվում է Հիսուս, Աստծո որդի է, այդ մեկը, որ Աստվածանից է ուղարկված, որ մեզ կարող է հավիտենական կյանք տա։ Հրաշքը, որ նա արավ, քեզ ցույց կտա, որ այդ ճշմարիտ է, լսիր երիզը, նայիր մյուս նկարին վարդագույն գրքի մեջ, երբ այս ձայնը լսես։ Նկար 1. Հիսուսի ծնունդը Հովհաննես առաջին գլուխ 1-14, Ղուկասու ավետարան 2 գլուխ։ Հիսուս ծնվեց մի մսուրի մեջ Իսրայիլում երկար տարիներ առաջ, բայց նա հասարակ երեխա չէր, նա շատ կարևոր երեխա էր։ Նրա մայրը մի կույս էր, երբեք մի մարդու ճանաչած չէր, եւ իր անունը Մարիամ էր, նրա հայրը միակ ճշմարիտ Աստվածն էր։ Հիսուս կենդանի էր ծնանալեն առաջ, իբրև մի մարդու զավակ։ Նա Աստծո հետ էր սկզբում, Հիսուսը ստեղծեց աշխարհը։ Նա հոգևոր կյանք տվեց Աստվածանից առաջին մարդուն։ Ինչևէ, մարդկությունը կորցրել է այդ հոգևոր կյանքը այսօր, որովհետև նրանք ընտրել են հետևելու սատանայի ճանապարհը եւ մահը փոխարեն Աստծո ճանապարհը։ Հիսուս եկավ այս աշխարհը իբրև մի երեխա Աստծուն հայտնելու մեզ եւ ցույց տալու մեզ, թե ինչպես մենք կարող ենք նորից Աստծո զավակներ լինելու։ Նկար 2. Հիսուս ջուրը փոխում է գինիի Հովհաննես 2, 1-11 Հիսուս հասակ առավ եւ մարդ դառավ։ Մեկ օր նա մի հարսանիքի հանդեսում էր իր մոր եւ բարեկամների հետ։ Մարիամը գիտեր, որ Հիսուս Աստծո որդի էր։ Ուստի, երբ որ գինին վերջացավ, մայրը Հիսուսին ասավ սրա մասին։ Հետո ծառաներին ասաց, ինչ որ կպատվիրե, կատարեք։ 6 հատ մեծ ջուրի կարաս սափորներ կային այնտեղում։ Հիսուս ծառաներին ասաց. լցրեք սափորները ջուրով, նրանք էլ լցրին։ Նորեն ասաց նրանց. հիմա այդ սափորից մի քիչ վերցրեք եւ տարեք հանդեսի կառավարիչին։ Ջուրը փոխված էր ամենալավ գինիի։ Հիսուսի բարեկամները սկսեցին տեսնել, որ նա Աստվածանից մեծ զորություն ուներ, եւ նրանք հավատացին նրան։ Նկար 3. Հիսուս խոսում է Նիկոդեմոսին Հովհաննես 3, 1-36 Նիկոդեմոսը մի աչքառու կարևոր ուսուցիչ էր։ Նա լսեց, որ Հիսուս կարող էր հրաշքներ գործել։ Նա իմացավ, որ Հիսուս պետք է Աստվածանից լինի։ Ուստի նա մեկ գիշեր գնաց Հիսուսի մոտ հարցնելու նրան Աստծո մասին։ Հիսուս նրան ասեց. ես քեզ ճշմարտությունը կասեմ։ Ոչ ոք Աստծո թագավորությունը չի կարող տեսնել, մինչև որ նորեն չծնվի։ Նիկոդեմոսը հարցրեց. ինչպես կարող է մի մարդ ծնվել, երբ նա արդեն ծեր է։ Այս է ինչ որ Հիսուս նրան ասեց. երբ մի երեխա ծնված է իր մորից, այդ ֆիզիկական կյանք ունի։ Մի մարդ պետք է ծնվի Աստծո հոգիից, որ հոգևոր կյանք ունենա։ Ամեն նրանք, որ հավատում եւ հնազանդում են Հիսուսին, նորեն կծնվեն ու հավիտենական կապրեն հոգու մեջ։ Բայց ամեն նրանք, որ չեն հավատալ Հիսուսին, հավիտյանական մահը կունենան։ Նկար 4. Մեկ իշխան ծունգի է գալիս Հիսուսի առջև Հովհաննես 4, 46-51 Ինչ պիտի անեիր, եթե քո որդին շատ հիվանդ լիներ։ Այս մարդը երկար ճանապարհ քայլեց Հիսուսին գտնելու համար։ Նա մի կարևոր իշխան էր, բայց նա խնդրեց Հիսուսին ասելով. Տեր, եկ նախքան իմ երեխաս մեռնի։ Հիսուս պատասխանեց. դու կարող ես գնալ, քո երեխան կապրի։ Մարդը հավատաց Հիսուսին ու գնաց իր տունը։ Երբ տակավին ճանապարհի վրա էր, իր ծառաներն հանդիպեցին իրեն, նրանք ասեցին իր տղան լավ էր։ Նույն ժամանակ, որ Հիսուս ասաց քո տղան կապրի, երեխան բժշկվեց։ Այս մարդը ու իր ընտանիքը հավատացին, որ Հիսուս Աստվածանից էր։ Նկար 5. Ավազանի մոտի հիվանդ մարդը Հովհաննես 5, 1-47 Երուսաղեմ քաղաքում մի ավազան կար, մարդիկ հավատում էին, որ ավազանի ջուրը կարող է որոշյալ ժամանակներում հիվանդներ բժշկել։
Մեկ մարդ 38 տարիներից վեր հիվանդ էր եղել։ Հիսուս նրան տեսավ ավազանի մոտ։ Ուզում ես բժշկվել։ Այդ մարդը պատասխանեց. ես մեկը չունեմ, որ ինձ օգնի ավազանը մտնելու։ Հիսուս նորեն ասաց. ելիր, մահիճդ առ եւ քայլիր։ Անմիջապես մարդը բժշկվեցավ։ Մի քանի մարդիկ բարկացան Հիսուսի վրա, որովհետև նա բժշկեց մարդուն Աստծո մասնավոր օրը։ Այս մի օր էր, երբ հրեաները բոլոր գործերը դադարեցնում էին Աստծուն պաշտելու համար։ Հիսուս ճանաչավ նրան ցույց տալու, որ ինքը Աստծո որդի էր։ Նա ամեն իրավունք ուներ բժշկելու Աստծո օրվա մեջ, բայց նրանք չուզեցան իրեն հավատալ։ Նկար 6. Հիսուս կերակրում է 5000 մարդ։ Հովհաննես 6, 1-15, 25-58։ Շատ մարդիկ լսեցին, որ Հիսուս կարող էր հիվանդներ բժշկել։ Ուստի մեկ օր մի հսկա ժողովուրդ հետևեց նրան մի հեռու տեղ։ Օրվա վերջում Հիսուս իր բարեկամներին ասաց. որտեղից են կարող հաց առնել այս ժողովրդի համար, որ ուտեն։ Մեկ բարեկամը ասաց. այստեղ մի տղա կա, որ 5 նկանակ հաց ունի եւ 2 ձուկ, բայց այդ քանի մարդու կարող է կերակրել։ Հիսուս պատասխանեց. բոլոր մարդկանց նստեն, նա վերցրեց նկանակները եւ ձուկը, նա շնորհակալություն հայտնեց Աստծուն եւ հետո նա կերակրեց բոլոր այդ ժողովուրդը այդ հացով ու ձուկով, որքան որ նրանք ուզեցան։ Բայց Հիսուս այդ մարդկանց ասաց. այնպես կերակուրի համար մի գործեք, որ ապականում է, բայց այնպես կերակուրի համար, որ հավիտենական կյանքի համար է տոկում։ Ես եմ կյանքի հացը, նա որ կգա ինձի, երբեք չի սովել։ Նկար 7. Հիսուս քայլում է ջուրերու վրա։ Հովհաննես 6, 15-21։ Հիսուս այս մարդկանց կերակրելուց հետո իր բարեկամներին ասաց, որ գնան տուն։ Հիսուս մենակ գնաց աղոթելու Աստծուն։ Բարեկամները մտան մի նավի մեջ մի մեծ լիճ անցնելու։ Մութ էր եւ մի սոսկալի փոթորիկ եկավ լճի վրա։ Հիսուս եկավ նրանց մոտ քայլելով ջուրի վրա։ Մարդիկ վախեցան, նրանք կարծեցին Հիսուս ոգի է։ Հիսուս նրանց ասեց. այդ ես եմ, մի վախենաք։ Նա մտավ նավի մեջ նրանց մոտ եւ անմիջապես փոթորիկը դադարեց։ Բարեկամները նորից տեսան, որ Հիսուս Աստծո զորությունը ուներ։ Նկար 8. Հիսուս բժշկում է մի կույրի։ Հովհաննես 9, 1-41։ Մի անգամ մի մարդ կար, որ իր ծնունդից կույր էր։ Հիսուսի բարեկամները կարծում էին, որ կույրությունը մի պատիժ է Աստվածանից։ Բայց Հիսուս ասաց, որ այս մարդը կույր էր ծնվել որոշ նպատակի համար, որ նրանք կարողանային տեսնել Աստծո զորությունը նրան բժշկելու։ Հիսուս թքեց գետնի վրա եւ ցեխ շինեց եւ այս ցեխը դրավ մարդու աչքերին։ Սրանից հետո Հիսուս նրան ասաց. գնա, լվացվիր։ Մարդը գնաց եւ լվացվեց եւ վերադարձավ տեսնելով։ Բարեկամներ, այս մարդը ֆիզիկապես կույր էր, բայց ամեն մեկս հոգեվորապես կույր էինք։ Մենք չենք կարողանում տեսնել Աստծո ճանապարհները։ Բայց Հիսուս ասավ. ես եմ աշխարհի լույսը։ Այն, որ ինձի հետևե, մութի մեջ չի քայլել, բայց կյանքի լույսը կունենա։ Նկար 9. Հիսուս կանչում է մեռած Ղազարոսին։ Հովհաննես 11, 1-46։ Հիսուս սիրում էր Ղազարոսին եւ նրա 2 քույրերին՝ Մարիամ եւ Մարթա։ Ղազարոսը հիվանդացավ, բայց Հիսուսը անմիջապես չգնաց նրա մոտ։ Մի քանի օրից հետո Հիսուս իր բարեկամներին ասաց. Ղազարոսը մեռել է։ Ես ուրախ եմ, որ ես այնտեղ չէի։ Այդ կօգնի ձեզ, որ ինձ հավատաք։ Բայց հիմա գնանք նրա մոտ։ Երբ Հիսուս եկավ, Ղազարոսը 4 օրեր գերեզմանի մեջ էր։ Քույրերը շատ վշտացած էին, որ Հիսուս չեկավ նրան բժշկելու։ Բայց Հիսուս ասաց. քո եղբայրը հարություն կառնի նորից։ Մարդկանց ասաց գերեզմանը բանան։ Այնուհետև կանչեց. Ղազարոս, դուրս եկ։ Ղազարոսը դուրս եկավ դեռևս փաթաթված գերեզմանի շորերով։ Որևէ մեկը, որ հավատա Հիսուսին, հավիտյան կապրի,
թեպետ իր մարմինը մեռնի, հավատում ես սրան։ Նկար 10. Հիսուս մեռավ խաչի վրա։ Հովհաննես 18:1, 19:42։ Հիսուս հրաշքներով որ գործեց, հաստատեց, որ Աստծո որդի էր, բայց հրեաների առաջնորդները նախանձում էին։ Նրանք ուզում էին նրան սպանել։ Հիսուս իր բարեկամներին ասաց, որ ինքը պիտի մեռներ, որ դրանից հետո նա կարող լիներ նրանց ուղարկելու իր հոգին։ Այդ միակ միջոցն էր, որ նա կարող էր մարդկանց և կանանց վերադարձնել Աստծուն։ Հուդան Հիսուսի հետևողներից մեկը մատնեց նրան։ Նա փողը ստացավ հրեաներից, որ ասեր, թե Հիսուսը որտեղ է։ Նրանք եկան և ձերբակալեցին։ Պետրոսը և մյուսները վախից փախան։ Առաջնորդները որևէ սխալություն չգտան Հիսուսի վրա, բայց հրեաները բղավեցին. «Խաչիր դրան, խաչիր դրան»։ Ուստի մարդիկ սպանեցին կատարյալ Աստծո որդին։ Երկու ոճրագործներ նրա հետ պատժված էին իրենց ոճիրներու համար, բայց Հիսուս մեռավ քո և իմ մեղքերի համար։ Հիսուս Աստծո կատարյալ և անմեղ զոհն էր մեր մեղքերի համար։ Նկար 11. Մարիամը և Հիսուս գերեզմանի մոտ։ Հովհաննես 19:42, 20:18։ Հիսուսի մեռած մարմինը գերեզմանի մեջ էր դրված, մի մեծ քար թավալեցին մուտքի առաջ։ Երրորդ օրը Մարիամ Մագդաղենացին գնաց գերեզմանը։ Քարը թավալված էր մի կողմ և Հիսուսի մարմինը չկար։ Մարիամը սկսեց լալ, նա ծռվեց և նայեց գերեզմանի մեջ։ Երկու հրեշտակներ նստած էին, որտեղ որ Հիսուսի մարմինն էր։ Այնուհետև Հիսուս երևաց Մարիամին, ասաց. «Ո՞ւմ ես փնտրում»։ Մարիամը կարծեց այգեպանն է ու նրան հարցրեց Հիսուսի մարմնի համար։ Հիսուս նրան ասաց. «Մարիամ»։ Անմիջապես նա տեսավ, որ Հիսուս կենդանի էր։ Հիսուս նրան ասաց. «Գնա իմ բարեկամներիս և ասա նրանց, որ ես կենդանի եմ։ Մահը չէր կարող բռնել կենդանի Աստծո որդուն»։ Նկար 12. Հիսուս երևում է իր բարեկամներին։ Հովհաննես 20:30, 21:19։ Նախքան Հիսուսի վերադառնալը երկինք, նա մի ուրիշ հրաշք գործեց։ Մի գիշեր բարեկամները գնացին ձկնորսության, բայց ոչ մի բան չկարողացան բռնել։ Հազիվ առավոտվա մոտերը մի մարդ երևաց ափում։ Նա ասեց նրանց որտեղ գցեն իրենց ուռկանները, որ կարողանան շատ ձուկ որսալ։ Աշակերտները հասկացան, որ այս մարդը Հիսուսն էր։ Նրանք բոլոր ձուկերը ափը բերին։ Հիսուս կերակուր էր պատրաստել նրանց համար, երբ որ կերան, նա խոսեց նրանց հետ։ Պետրոսը փախել էր, երբ որ Հիսուսին ձերբակալեցին, բայց հիմա Հիսուս ասաց նրան. «Հետևիր ինձ»։ Նա պատվիրեց Պետրոսին, որ իր ժողովրդին խնամք տանի և նրանց սովորեցնի իր մասին։ Հիսուս ուզում է, որ ամեն մարդ լսի իր հրաշքների մասին, որ հավատան նա Աստծո որդի է, այնուհետև նրանք կարող են հետևել իրեն և ստանալ հավիտենական կյանք։ Բարեկամներ, ճշմարտապես Հիսուս մեծ փրկիչ է, մեկը որ մեզ փրկում է, նա մեզ փրկում է մեղքից և չարից, և նա փրկում է մեզ հավիտենական կյանքի համար։ Նկար 13. Հիսուս սովորեցնում է երկու բարեկամներին։ Ղուկաս 24:13-35։ Հրեաներից շատերը հույս ունեին, որ Հիսուս իրենց կազատեր հռոմեական անգութ իշխաններից, բայց իշխանները սպանեցին Հիսուսին խաչի վրա և իրենց հույսը ի դերև եղավ։ Գնաց։ Ետկեն Հիսուսի երկու բարեկամները քայլում էին դեպի իրենց տուն, հանկարծակի Հիսուս երևաց նրանց։ Նրանք կարծեցին, որ մի անծանոթ էր, ուստի նրան պատմեցին ինչ որ պատահել էր։ Այնուհետև Հիսուս սովորեցրեց նրանց Աստծո խոսքից։ Մովսեսը և բոլոր ուսուցիչները գրել էին Հիսուսի մասին շատ տարիներ առաջ։
Նրանք գրել էին, որ նա պետք է չարչարվեր ու մեռներ։ Նրանք ասել էին նաև, որ նա մեռելներից հարություն կառնի, իշխելու Աստուծո թագավորությունում։ Հանկարծակի այս բարեկամները հասկացան Աստուծո խոսքը ճշմարիտ է։ Այս անծանոթը Հիսուս ինքն էր, նա կենդանի էր նորից։ Թողեք մեզ ևս լսենք, թե ինչ Հիսուս ինքն սովորեցրեց մարդկանց, երբ որ նա այս երկրի վրա էր։ Նկար 14. Որդին խոզերի մեջ։ Ղուկաս 15, 11-19։ Հիսուս մի պատմություն ասաց մի մարդու մասին, որ երկու տղա ուներ։ Փոքր տղան հորն ասաց. «Իմ բաժինս ընտանիքի սեփականությունից տուր»։ Ուստի հայրը բաժանեց իր սեփականությունը իր տղաների մեջ։ Փոքր տղան գնաց մի հեռու երկիր։ Նա փչացրեց ամբողջ դրամը անհոգ ապրելով։ Այնուհետև մի մեծ սով եկավ այդ երկիրն։ Տղան ոչինչ չուներ, ուստի մի մարդ նրան ուղարկեց իր խոզերին խնամք տանելու։ Ինչպես որ այստեղում տեսնում եք։ Տղան շատ սոված էր և ցանկանում էր խոզերի կերակուրը ուտել։ Նա սկսեց մտածել. իր հոր ծառաներն բավականաչափ կերակուր ունեն։ Նա ինքն իրեն ասեց. ես կվերադառնամ իմ հորս, կասեմ. հայր, ես մեղք եմ գործել քո դեմ, այլևս արժանի չեմ քո զավակը լինելու, ինձ քո ծառաներից մեկը վերցրու։ Նկար 15. Կորած տղան վերադառնում է տուն։ Ղուկաս 15, 20-32։ Տղան վերադառնում է իր հորն, բայց մինչ նա դեռ հեռու էր, նրա հայրը տեսավ։ Հայրը վազեց նրան, հանդիպեցավ, նրա վզովն ընկավ, համբուրեց նրան։ Նա իր ծառաներին կանչեց, որ հագուստներ բերեն և ամենաընտիր կերակուրները։ Եվ նա ասեց. թողեք, որ ուրախ լինենք, այսին որդին մեռած էր և հիմա ողջ է արդեն, նա կորած էր և գտնվեց։ Բարեկամներ, Հիսուս սովորեցրեց մեզ, որ Աստված այդ հոր նման է։ Մենք այդ տղայի պես ենք, որ մեղք գործեց Աստծո դեմ և հեռացավ։ Բայց Աստված դեռևս սիրում է մեզ, նա ցանկանում է մենք վերադառնանք։ Նա ուզում է ներել մեզ։ Հիսուս եկավ փրկելու մեզ մեղքից և մահից։ Նա է ճանապարհը դեպի Աստված Հայրը։ Նկար 16. Հարուստ մարդու հարստությունը։ Ղուկաս 12, 13-34։ Հիսուս մարդկանց այս պատմությունը ասաց. մի հարուստ մարդ շատ լավ բերք ունեցավ։ Նա շատ մեծ մարագներ շինեց ամբարելու այդ ամենը և ինքն իրեն ասեց. դու շատ բարիքներ ունես շատ տարիների համար, կյանքը թեթև վերցրու, կեր, խմիր, վայելիր քեզ։ Բայց Աստված ասաց. դու հիմար, դու պիտի մեռնես, ապա այս որ պատրաստեցիր քեզ համար, ո՞ւմը կլինի։ Հիսուս ասաց. հոգ մի անեք, թե ինչ պետք է ուտեք և հագնեք, փոխարենը հոգ արեք Աստծուն հաճո լինել։ Բարեկամներ, այդ հաճելի Աստծուն, երբ որ մենք բաժանում ենք աղքատների հետ։ Աստված կհայթայթի բոլորը, որ մենք կարիք ունենք, և նա նաև կտա հարստություն երկնքում։ Նկար 17. Մուրացկանը և հարուստ մարդը։ Ղուկաս 16, 19-31։ Հիսուս ասաց մի ուրիշ հարուստ հրեա մարդի մասին, որը ամեն բան, որ ուզում էր, ուներ։ Նա իր տանից դուրս մուրացկանի համար հոգ չէր անում։ Խեղճ մուրացկանը մեռավ, նա գնաց այն հիանալի տեղը երկնքում։ Այնտեղում Աբրահամը բոլոր հրեաների մեծ նախահայրը խնամեց, պահեց նրան։ Երբ որ հարուստ մարդը մեռավ, նա գնաց սոսկալի տառապանքի տեղը։ Նա կանչեց Աբրահամին, որ մուրացկանին ուղարկեր իրեն օգնելու։ Բայց Աբրահամը ասաց. մեր և քո մեջ մի մեծ ձորակ անդունդ գոյություն ունի։ Նրանք, որ ուզում են գնան դեպի քեզ, երկնքեն, չեն կարող և ոչ ոք չէ կարող անցնել այդտեղից դեպի մեզ։ Բարեկամներ, հարուստ լինենք թե աղքատ, եթե կամենում ենք մեռնելեն վերջը երկինքը մտնել, պետք է այս կյանքի մեջ Աստծո ճանապարհները գնանք։ Նկար 18. Բարեկամը դրան մոտ։ Ղուկաս 11, 5-13։
Մի անգամ մի մարդ գնաց իր բարեկամներին կեսգիշերին եւ ասաց. «Բարեկամ, ինձ մի քանի հատ հաց պարտք տուր, մի ճամփորդ հենց հիմա հասել է իմ տունս եւ ես ոչ մի կերակուր չունեմ նրա համար»։ Բարեկամը անկողնու մեջ էր երեխաների հետ միասին, նա չուզեց ելնել անկողնուց։ Բայց մարդը չծանծրացավ իր խնդրանքը շարունակելու, ուստի բարեկամը ելավ եւ տվավ նրան ինչ որ ուզում էր։ Հիսուս ասաց. «Մենք կարիք չունենք մուրալու Աստծուն, նա մեր բարի հայրն է, նա կամենում է մեզ տալ իր հոգին եւ տա բոլոր մեր կարիքներ, որ մենք պետք ունենք։ Շարունակենք հարցնել նրան աղոթքով»։ Նկար 19. Երկու մարդ Աստծո տան մեջ։ Ղուկաս 18:9-14։ Արդյոք Աստված լսում է որևէ մեկի, որ աղոթքով գալիս է իրեն։ Այս նկարում մի մարդ շատ հավատացյալ է, նաև շատ հպարտ։ Նա Աստծուն ասաց, ինքը լավ էր, քան թե ուրիշ մարդիկ, բայց կարծում եք, որ Աստված հաճեցավ այս մարդուց։ Մյուս մարդը մի տուրք հավաքող էր, նա մարդկանց փողը կողանում էր, նա գիտեր, որ Աստծուն հաճելի չէր եղած, նա կուրծքը ծեծեց ու գլուխը խոնարհեցրեց ամոթով։ Նա աղոթեց Աստծուն եւ ասաց. «Ողորմիր ինձ մեղավորիս»։ Հիսուս ասաց, որ Աստված լսեց այս աղոթքը, նա ներեց նրա մեղքը, քանի որ Աստված հակառակ է հպարտին, բայց օգնում է խոնարհ հոգիին։ Նկար 20. Մի մարդ սերմ է ցանում։ Ղուկաս 8:4-8։ Հիսուս սովորեցնում է մարդկանց ասելով. «Մի երկրագործ դուրս եկավ սերմ ցանելու։ Մի քանի սերմ ընկավ ճանապարհի վրա եւ թռչունները կերան, մի քանիսը ժայռերի վրա, եւ երբ ծլեց, բույսը թառամեց, քանի որ խոնավություն չկար։ Ուրիշ սերմեր ընկան փուշերու մեջ, որ աճելով խեղդեցին բույսերին։ Ուրիշ սերմեր դարձյալ ընկան լավ գետնի վրա, նա բուսավ ու բերք տվավ 100 անգամ ավելի, քան թե ցանածը»։ Հիսուս մարդկանց ասաց. «Նա որ ականջ ունի, թող լսե եւ հասկանա»։ Շատերը լսեցին այս պատմությունը, բայց նրանք չհասկացան։ Դու հասկանում ես։ Նկար 21. Սերմը աճում է։ Ղուկաս 8:9-15։ Հիսուսի բարեկամները հարցրին նրանից այս պատմության նշանակությունը, ուստի նա ասաց. «Սերմը Աստծո խոսքն է։ Ճանապարհի կողքինները նրանք են, որ լսում են, բայց չարը գալիս է եւ վերցնում է խոսքը, որ նրանք չհավատան ու չփրկվեն։ Ժայռի վրայինը ընդունում է խոսքը, նրանք մի միջոց հավատում են, բայց փորձության ժամանակ նրանք ընկնում են։ Սերմը փուշերի մեջ խեղդվում է կյանքի մտահոգություններով եւ հարստությունով։ Բարի հողը ստանում է խոսքը եւ լավ բերք է արտադրում»։ Բարեկամներ, ինչպես դու կլսես ու կընդունես Աստծո խոսքը։ Դու անհնազանդ կլինես ու կգորջես կամ կհավատաս ու կապրես Աստծուն հաճելի լինելու։ Նկար 22. Մի վիրավորված մարդու օգնություն։ Ղուկաս 10:25-37։ Ինչպես ենք կարող վստահ լինել, որ մենք փրկված ենք հավիտենական կյանքի համար։ Ավետարանը սովորեցնում է մեզ, որ մենք պետք է Աստծուն սիրենք եւ սիրենք մարդկանց եւս։ Բայց ովքեր են մարդիկ, որ մենք պետք է սիրենք։ Հիսուս մի պատմություն ասաց մի մարդու մասին, որը ճամփորդում էր մի մենակ ճանապարհով։ Մի քանի կողեր հարձակվեցան իր վրա, նրանք կողացան ինչ որ ուներ եւ իրեն գրեթե մեռած դրության մեջ թողեցին։ Երկու հոգևոր մարդիկ եկան այդ կողմից։ Նրանք տեսան վիրավոր մարդը, բայց չուզեցին օգնել նրան։ Նորեն մի օտարական եկավ այդ ճանապարհով, նա շատ ցավեց մարդու համար, նա մարդու վերքերը կապեց, նա մարդուն իր էշի վրա դրավ եւ տարավ քաղաք օգնության համար։ Հիսուս ասաց, որ եթե մենք Աստծուն սիրում ենք, մենք պետք է սեր ցույց տանք որևէ մեկի, որ պետք ունի։ Նկար 23. Տանտերը վերադառնում է տուն։ Ղուկաս 12:35-48։ Հիշում ես Հիսուս կենդանի վերադարձավ մեռնելուց հետո
Շատ մարդիկ տեսան նրան նախքան երկինք գնալը։ Նա ասեց նրանց, որ ինքը նորեն պիտի գա։ Նա ասաց, որ մենք պետք է մարդկանց նման լինենք, որ սպասում են իրենց Տերոջ վերադարձին։ Մենք չգիտենք, երբ Տեր Հիսուս պիտի գա։ Մենք պետք է գործենք նրա համար եւ պատրաստ լինենք դիմավորելու նրան, անմիջապես որ հասնի։ Այն ժամանակ նա մի մեծ խնջույք կպատրաստի մեզ համար, այդ մի մեծ ուրախության ժամանակ կլինի։ Հիսուս դարձյալ ասաց, որ բոլոր նրանք, որ իր ծառայության պաշտոնյաներն են, պետք է պատրաստ լինեն։ Եթե նրանք իր տունը լավ են պահում եւ իր ծառաներին խնամք տանում, նրանք մեծ վարձատրություն պիտի առնեն։ Բայց եթե նրանք ծառաներին ծեծեն, արբենան, իրենց պատիժը շատ խիստ կլինի։ Նկար 24. Մարդը ծառի վրա։ Ղուկաս 19:1-10 Հիսուս կարող է փրկել որևէ մեկի։ Լսիր սրան։ Զաքեոսը մի հարուստ տուրք հավաքող էր։ Նա գողանում էր ուրիշներից։ Նա կամենում էր Հիսուսին տեսնել, բայց հասակով կարճ էր եւ շատ ժողովուրդ կար։ Ուստի Զաքեոսը բարձրացավ մի ծառի վրա, որ Հիսուսին տեսներ։ Մինչ Հիսուս անցնում էր այդտեղից, նա նայեց վեր եւ ասաց. «Զաքեոս, ցած եք, ես պետք է քո տանը մնամ այսօր»։ Մարդիկ զարմացան, Զաքեոսը լավ մարդ չէր, բայց Զաքեոսը ցած իջավ եւ ուրախությամբ հրավիրեց Հիսուսին։ Նա Հիսուսին ասաց, որ չարից պիտի հեռանա եւ իր ճանապարհները փոխի։ Եվ Հիսուս ասաց. «Այսօր այս տան մեջ փրկություն եղավ, քանի որ Հիսուս եկավ փնտրելու եւ փրկելու որևէ մեկի, որը կորած է Աստծոց»։ Տերոջ աթոռ շրջաբաց տղայքան հյուրավոր, որոնց մեղքերը ենթողված տեսքով են փառավոր։ Կերքեն օշնյալ, օշնյալ, օշնյալ ես Մարսյալ Տեր Աստված։ Ամպից ջերմակ հանդերձներով տես ամեն մեկն հատված, որ հավիտենական լույսով դրախտի մեջ բնակած։ Կերքեն օշնյալ, օշնյալ, օշնյալ ես Մարսյալ Տեր Աստված։ Երկնային աշխարհ փայլուն, որ ու ձեռքով ելան, ուր որ կացեր խաղաղություն, ինչ միջոցով մտան։ Կերքեն օշնյալ, օշնյալ, օշնյալ ես Մարսյալ Տեր Աստված։ Փրկչին արյունը թափելով անոմա քրվեցան, այսօր բախյուրը բացվելով ջերմակ մաքուր եղան։ Կերքեն օշնյալ, օշնյալ, օշնյալ ես Մարսյալ Տեր Աստված։ Փրկչին շնորհքը խնդրեցին, որքան որ հոսքեցան, ու հիմա հոնքը փնակին կոչնեն զայն հավիտյան։ Կերքեն օշնյալ, օշնյալ, օշնյալ ես Մարսյալ Տեր Աստված։ Այսօր ուրախության օր է, քանզի մեր Տերը ներկա է, եկեք զարդարենք մեր երգով։
զբաղվենք մեր հոգսերով Ով դուք բոլոր սուրբեր եկեք ձեր աչքերը վեր բացացեք ու նայեցեք Աստծո գարին ինչպես լույս մութի միջին Արի մեր հույսը Արի մեր հույսը Արի մեր հույսը Արի մեր հույսը Դու որ հեռու ես Հիսուսից Անհուսացած ես այս կյանքից Հիմա արի ու քեզ անցնիր Այս ուրախորվա մեջ մտիր Ով դուք բոլոր սուրբեր եկեք Ձեր աչքերը վեր բարձրացեք ու նայեցեք Աստծո գարին ինչպես լույս մութի միջին Արի մեր հույսը Արի մեր հույսը Արի մեր հույսը Արի մեր հույսը Այսօր ուրախության օր է Սիմեկը մեղքից զատվում է Երկնքում ռեշտակներ բոլոր Ծնծում ու երգում բերկրանքով Ով դուք բոլոր սուրբեր եկեք Ձեր աչքերը վեր բարձրացեք ու նայեցեք Աստծո գարին Ինչպես լույս մութի միջին Արի մեր հույսը 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 Արի Hallelujah, hallelujah, hallelujah. Hallelujah, hallelujah, hallelujah. Hallelujah, hallelujah, hallelujah. Տեր Հիսուս մեր փրկիչը պիտի գա։ Արթնցեք բոլոր քույրեր եւ պայներ Լեցվեցեք բոլոր քույրեր եւ պայներ Զորացեք բոլոր քույրեր եւ պայներ Տեր Հիսուս մեր փրկիչը պիտի գա Hallelujah, 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 Տեր Հիսուս մեր փրկիչը պիտի գա Երանին լաս, որը սպասում է Հիսուսի գալստյան
նրանք կստանան օրհնություններ Տեր Հիսուսի ձեռքից բարձրաձայն ասեք ամեն անձի հավատացյալ ամեն ազգի դուք ելեք արով քարոզնվել Տեր Հիսուսի շնորհքով Տեր Հիսուսի շնորհքով եկեք բոլոր ազգեր հրկվեք օրհնվեք Տեր Հիսուսի շնորհքով Երանին նրանց, որ չարչարվում են արքայության համար, քանզի կստանան կյանքի թագը Տեր Հիսուսի ձեռքից, բարձրաձայն ասեք ամեն անձի, հավատացյալ ամեն ազգի, դուք ելեք արով կարողանալ Տեր Հիսուսի շնորհքով Տեր Հիսուսի շնորհքով եկեք բոլոր ազգեր հրկվեք օրհնվեք Տեր Հիսուսի շնորհքով Երանին նրանց, որ իմաստուն են, Տերոջը սիրում են, քանզի կստանան անթարամփակը Տեր Հիսուսի ձեռքից, բարձրաձայն ասեք ամեն անձի, հավատացյալ ամեն ազգի, դուք ելեք արով կարողանալ Տեր Հիսուսի շնորհքով Տեր Հիսուսի շնորհքով եկեք բոլոր ազգեր հրկվեք օրհնվեք Տեր Հիսուսի շնորհքով Տեր Հիսուսի շնորհքով Տեր Հիսուսի շնորհքով Տեր Հիսուսի շնորհքով Եթե ուրախ չես քո կյանքում Եվ չես գիտեր ինչ անես Եթե բրդոված ես ապրում Կամ թե ճամփան չգիտես Հիսուսին սրտիդ մեջ Ընդունի թողնես կա Աղոթի սրտիդ մեջ Որ թողություն քեզ տա Հիսուսին սրտիդ մեջ Ընդունի թողնես կա Աղոթի սրտիդ մեջ Որ թողություն քեզ տա Եթե մինակ ես հոգսերով ու կարող չես ազատվել Աստծո խոսքը կարդալով դու կարող ես փրկվել Հիսուսին սրտիդ մեջ ընդունի թողնես կա Աղոթի սրտիդ մեջ որ թողություն քեզ տա Հիսուսին սրտիդ մեջ ընդունի թողնես կա Աղոթի սրտիդ մեջ որ
Որդողություն քեզ տա Թող աշխարհը քեզ մեջ չապրի, բայց դու ապրի նրանով, թող սուրբ խոսքը մեջ բնակի, ու դու ապրի նրանով, Հիսուսին սրտիդ մեջ, ընդունի թողնես գա, աղոթի սրտիդ մեջ, որդողություն քեզ տա, Հիսուսին սրտիդ մեջ, ընդունի թողնես գա, աղոթի սրտիդ մեջ, որդողություն քեզ տա Անցավ երկար ժամանակ, կարոտով եմ մնացել, քեզ երբեք չեմ մոռացել, սպասում եմ ամեն օր, վերադարձի Սպասում եմ ամեն օր, վերադարձիր դու ինձ մոտ։ Խաչի վրա քեզ նայեցի, իմ ձայնով քեզ կանչեցի, չարչարվում եմ որդյակ, որ դու ապրես շարունակ, սպասում եմ ամեն օր, վերադարձիր դու ինձ մոտ, սպասում եմ ամեն օր, վերադարձիր դու ինձ մոտ։ Ապրում եմ ես ամեն օր, սիրում եմ քեզ իմ հոգով, եթե դառնաս դու այսօր, պիտի ապրես իմ կյանքով, սպասում եմ ամեն վերադարձիր դու ինձ մոտ, սպասում եմ ամեն